Ամբողջ աշխարհը խոսում է մի բանի մասին՝ դարի գողությունը, Լուվրի թալանը, օրը ցերեկով մարդկանց իսկ աչքի առաջ։ 2025 թվականի հոկտեմբերի 19-ի ժամը 9:15-ից 9:30 սահմաններում 4 անհայտ անձինք մոտենում են Լուվրին։ Նրանցից երկուսը սպասում են ներքևում, իսկ երկուսը վերամբարձ կռունկի միջոցով բարձրանում են երկրորդ սրահ, ապալյոնի սրահ և կոտրում պատշգամբի պատուհանը և ներխուժում են ներս։ Հաշված րոպեների ընթացքում կտրում են ցուցափեղկի ապակին, այնտեղից դուրս բերելով Նապոլեոնի դինաստիային պատկանող շուրջ 600 տարվա կտրվածքով պատմական զարդեր։ Այդ գանձերը, ըստ մասնագետների գնահատման, կազմում էին մոտ 100 միլիոն եվրո արժողություն։ Թանկարժեք քարերը և թանկարժեք մետաղը, այդ գանձերը ունեին նաև մասնավորապես պատմամշակութային ժառանգություն հանդիսացող անգին գանձեր։ Եվ այս ամենը տեղի է ունենում հազարավոր տուրիստների և աշխատակիցների աչքի առաջ։ Կարծես թե անշտապ, առանց խուճապի, բայց շատ արագությամբ կատարվում է այս գողությունը։ Ոճրագործություն, ոչ միայն թանկարժեք իրերի զարդերի հափշտակում, այլ նաև մշակութային ժառանգություն ողջ մարդկությունից։ Դրանք ընդամենը 9 զարդեր էին, որոնցից մեկը Նապոլեոն III-ի կնոջ կայսրուհի Եվգենիայի զարդն էր, որը ավելի ուշ հայտնաբերվել է թանգարանից ոչ հեռու թանգարանային տարածքում վնասված վիճակում։ Պատճառը կամ կորցրել են փախուստի ժամանակ, կամ էլ կասկածել, որ չիպ կա ներսում, և այդ իսկ պատճառով դեն են նետել։ Հենց այդ թագը հայտնվել է փախուստի վայրում։ Փախուստի վայրում նրանք թողել են իրենց հետևից իրենց դեղին ժիլետները, ինչպես նաև ձեռնոցներն ու վերամբարձ կռունկը, որի միջոցով կատարվել է ԴՆԹ անալիզ։ Հայտնաբերվել են նաև սկուտերները։ Եվ ձերբակալվել են երկու կասկածյալ անձինք, որոնցից մեկը Ալժիր մեկնելու նպատակով գտնվել է Շարլ դե Գոլ օդանավակայանում, իսկ մյուսն էլ Փարիզի արվարձաններից մեկում։ Նրանց կապող թելը նախկինում ունեցած կրիմինալն է։ Հայտնի է, որ նրանցից մեկը կատարել է թանկարժեք զարդերի խանութներից գողություններ և ունեն արդեն կրիմինալ պատմություն։ Բացի այդ, համընկել է ԴՆԹ նմուշները, փորձանմուշները, որոնք արվել են այդ վերնահագուստի ժիլետների վրայից և ձեռնոցներից։ Այնուհանդերձ գողունը, այդ գանձերը նրանց մոտ ցավոք սրտի չի հայտնաբերվել և դեռևս անհայտ է այդ գանձերի մշակութային ժառանգության ճակատագիրը։ Վարկածները 3-ն են. առաջինը փողերի լվացում, երկրորդը պատվիրատու Մոլի կոլեկցիոներ, որը ուզում է ուղղակի մասնակից լինել պատմությանը, քանի որ նա այդ գումարները, որ տվել էր պատվերը կատարելիս, կարող էր հանգիստ խղճով այդ գումարներով ոսկերիչների տալ պատվեր, նման զարդերի կոպիաները, նմանակումները ունենալ ճիշտ և ճիշտ նույն թանկարժեք քարերով, ոսկով։ Եվ երրորդ վարկածը ուղղակի թալան, որի արդյունքում տեղի կունենա ամենասարսափելին վանդալիզմ, զարդերի ապամոնտաժ, թանկարժեք քարերի մասնատում և ոսկու ձուլումը, վաճառքը սև շուկայում։ Այսպիսով Եվրոպան անվերադարձ կկորցնի իր 600 տարվա պատմամշակութային ժառանգության մի մասը։ Սրանք ուղղակի զարդեր կամ գանձեր չեն միմիայն, այլ պատմություն, Ֆրանսիայի 600 տարվա պատմություն և պատմամշակութային ժառանգություն ֆրանսիական ժողովրդի, ու ոչ միայն, նաև ողջ Եվրոպայի։ Ցուցափեղկում կար ավելի խոշոր չափսերի ադամանդ, որը մնացել էր իր տեղում։ Հատուկ ընտրված զարդեր էին հափշտակվել, փախուստի ընթացքում կորցրել էին դրանցից մեկը։ Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ պատվիրատուի հետ ընդհանուր համաձայնության չգան, ամբողջական պատվերը չկատարելով, չստանալով իրենց ստացած գումարը, որի հետևանքով էլ պատվիրատուն նաև իր գանձերը, և գործարքը չկայանալու դեպքում հարց կառաջանա ձերբազատվել գողունից։ Այո, և այդ զարդերի, թանկարժեք քարերի բյուրեղները այլ կերպ են դաջված։ Դրա համար նրանք կփորձեն մանրացնել և տալ ժամանակակից տաշվածք այդ քարերին, ինչն էլ ըստ մասնագետների կարծիքով հնարավոր է արվի կամ Իսրայելում, կամ Հնդկաստանում, նրանք այդ գործի վարպետն են հանդիսանում, բայց դեռևս հայտնի չի զարդերի ճակատագիրը դեռևս երկրում է գտնվում, թե երկրից դուրս է հանված, քանի որ և սովորաբար պատվերը կատարելուց հետո պատվիրատուն ուղղակի ապահով վայրում պահում է, թաքցնում է զարդերը և նաև այդ մարդկանց։ Որոշ ժամանակ հետո, իհարկե, փորձելով նրանցից ձերբազատվել, որովհետև իրեն ավելորդ վկաներ պետք չեն։ Եվ նա ունենալով այս զարդերը մասնավորապես իր կոլեկցիայում, չի կարող այն հայտարարել իր կատալոգներում համարակալել կամ ցույց տալ իր շրջապատի մարդկանց, ինչպես նաև փոխանցել ժառանգություն որպես պաշտոնական ժառանգություն իր ժառանգներին։
Այնքան մեծ էգո ունենալով, որ թերևս միայն ինքը կպնի պատմության այդ կտորի հատվածին, կրի այն զարդերը, որը կրել է Նապոլեոնի ընտանիքը և Ֆրանսիայի մանարխների դինաստիան, բոլորի աչքից հեռու, դա ուղղակի ոճրագործություն է համայն մարդկությանը զրկելով այդ հնարավորությունից տեսնելու այդ շքեղ զարդերը, հիանալու ու ուսումնասիրելու դրանք։ Իհարկե բոլորս էլ մեծ ցավ ապրեցինք, մեծ ցավ ունեցանք նման կորստից, բայց հուսանք, որ ամեն ինչ այդպես էլ անդառնորեն կորած չէ և կգտնվեն այս զարդերը։ Վաղ թե ուշ կգտնվեն ու կվերադարձվեն իրենց տեղը և իսկական պահանջատիրոջը ֆրանսիական ժողովրդին։ Ժամանակին այս զարդերը մի հարուստ զույգ աճուրդից գնելով նվիրաբերել է Լուվրին։ Իսկ այժմ խոսենք Լուվրի անվտանգության մասին։ Ուղղակի զարմանալի է ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում նման անհեթեթություն, կամերաները գրեթե նորմալ չեն աշխատում։ Եթե անգամ սովորական սուպերմարկետում, փողոցներում, կանգառներում կան տեսախցիկներ, որոնց պատկերը խնդիր չի մի քանի անգամ մոտեցնել, անգամ նայել գնորդի կամ վաճառողի ձեռքում գտնվող մանրադրամները, դա ուղղակի պետք է խնդիր չլիներ Լուվրի համար նման ժամանակակից տեխնոլոգիաներով զարգացվածություն ու հագեցվածություն ունենալը, սակայն Լուվրի աշխատակազմը պնդում է, որ որոշ ժամանակ առաջ կառավարությանը դիմել են խնդրանքով, որ ավելի հզորացնեն տեսախցիկները և անվտանգության պայմանները։ Սակայն այս ամենը քննարկման փուլում էր։ Եթե ես ապրեի Հայաստանում, միգուցե զարմանայի, բայց ապրելով Ֆրանսիայում գիտեմ, թե ինչքան դանդաղ են ադմինիստրատիվ հարցերը առաջ գնում, շատ դանդաղ են ադմինիստրատիվ հարցերը առաջ գնում։ Այդ իսկ պատճառով մեկ ամիս շարունակ այս խումբը Ֆրանսիայում թալանել է տարբեր թանգարաններ և իրենց մոտ ստացվել է, հասկացել են, որ անվտանգության համակարգը թույլ է թանգարանային էքսպոնատների նկատմամբ։ Բացի այդ կան մեռած գոտիներ, այսինքն կամերան ուղղվածությունը դեպի հյուսիսային կողմն է, ենթադրենք հարավային կողմը չի կարող նկարել։ Այդ մասին իր ելույթում նշեց նաև Լուվրի թանգարանի տնօրենը, ասելով, որ այդ մասում Ապոլոն ցուցասրահի տեսախցիկը ուղղված է եղել ցավոք սրտի հյուսիսային կողմ և հարավային կողմը դուրս է մնացել դիտարկումից։ Ժամանակակից տեխնոլոգիաների դարում, երբ կամերաները ունեն դատչիկներ, սենսորային են, անմիջապես շարժումը ֆիքսում են տարբեր ուղղություններով, սա ուղղակի աբսուրդ էր իմ համար, այդպիսի շքեղ միլիոնանոց գանձերը ուղղակի անփույթությամբ դնել մի սրահում, որտեղ լուսամուտը անգամ չունի վանդակաճառեր, ինչի չեք ուժեղացնում ձեր տեսախցիկները, ձեր սիգնալիզացիան, գողերի հեռանալուց հետո, ընդամենը 7 րոպեից հետո նոր սիգնալիզացիան միանում է և ահազանգ է ստանում ոստիկանությունը։ Այդ իսկ պատճառով Լուվրի տնօրենը ողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա փորձում է հրաժարական տալ 2 անգամ, բայց Մակրոնը մերժում է, ասելով, որ պատասխանատվությունը ընկնում է բոլորի վրա, ոչ միայն իր վրա։ Ինչևէ, այս գողության հիմքում ընկած են շատ հարցեր, որոնք չունեն դեռևս պատասխաններ, բայց հուսանք, որ ֆրանսիական ոստիկանությունը և ներքին գործերի ամբողջ անձնակազմը շուտով կբացահայտի այս գողությունը, ոճրագործությունը, կարելի է ասել դարի գողությունը, նրանք գործում են, իսկապես գործում են, թույլ չեն, արդեն հայտնաբերել են 2 կասկածյալ անձեր, պարզապես դեռևս չեն լուսաբանում որոշ բաներ, որպեսզի չխանգարի հետաքննությանը և չեն էլ ուզում ժուրնալիստները այդ մասին բարձրաձայնեն կամ ինտերվյուներ տան որոշ պաշտոնական անձինք։ Ինտերպոլը նույնպես ներգրավված է այս հանցագործությունը բացահայտելու մեջ։ Կարծիքները տարբեր են, ոմանք ասում են, որ երբևիցե չի բացահայտվի այս գողությունը, ոմանք էլ ասում են միգուցե կբացահայտվի, բայց արդեն զարդերը մասնատված վիճակում սև շուկայում վաճառելու ժամանակ, որը որ ամենացավալին է, բոլորը հենց դրանից են վախենում։ Եթե զարդերը մնան ինչ-որ կոլեկցիոների կոլեկցիայում, վաղ թե ուշ դրանք ամբողջական վիճակով հնարավոր է հայտնաբերել և վերադարձնել թանգարանին։ Սովորաբար դա անում են ժառանգները, որովհետև պաշտոնապես նրանք չեն կարող ընդունել այդ ժառանգությունը և թաքցնել էլ այդքան հնարավոր չէ աչքից հեռու կամ ինչ-որ սեֆերում, չգիտեմ որտեղ, բունկերներում։ Ուզում եմ լավատես լինել ու հավատալ, որ վաղ թե ուշ կգտնվեն այնպիսի մարդիկ, որոնք հետ կվերադարձնեն պատմության այդ մի մասնիկը թանգարանին։ Կարծես հոլիվուդյան մի ֆիլմ լիներ այս ամենը, բայց իրականում կա մի ֆիլմ և ճիշտ նույն սյուժետով Ֆրանսիայի Լուվր թանգարանից գողանում են ֆրանսիական կայսրուհու վզնոցը ընդամենը 7 րոպեի ընթացքում, կարծես համընկնում է և նույն սյուժետն է զարգանում իրական կյանքում, բայց աբսուրդ էր այս ամենը, մինչև հիմա չենք ուզում հավատալ կատարվածին։
Շատ մարդիկ իսկապես ցավ ապրեցին այս գանձերը կորցնելու հետ կապված, այդ թվում նաև ես եւ իմ բաժանորդուհիները նույնպես, եւ ես այնուհանդերձ շատ խորը ափսոսանք եմ ապրում այս կորստի հանդեպ։ Նրանք, ովքեր նոր են միացել իմ ալիքին, ասեմ, որ ես կոլեկցիոներ եմ, ես ապրում եմ Ֆրանսիայում եւ հավաքում եմ վինտաժային եւ անտիկ պատմական զարդեր, եւ այդ զարդերը, իմ նոր ձեռքբերումները երբեմն ներկայացնում եմ ձեզ, որպեսզի դուք էլ հիանաք դրանցով, եւ երբեմն էլ նկարահանում եմ խանութներում առկա նորությունները, ժամանակակից զարդերը, թրենդային զարդերը ու ներկայացնում ձեր ուշադրությանը, եւ տեսեք, թե ինչ տեղի ունեցավ իմ հերթական նկարահանումներից մեկի ժամանակ։ Լուվրի թանգարանի կողոպուտի հաջորդ օրը ես սովորականի նման դուրս եկա տանից եւ դեպի քաղաք կենտրոն ուղևորվեցի իմ սովորության համաձայն, նկատեցի որևիցե ոսկերչական խանութի ցուցափեղկեր եւ անկախ ինձանից սկսեցի նկարահանել, որպեսզի տեղադրեմ իմ տեսանյութում։ Ու դուք կարողանաք տեսնել այդ զարդերը, նոր մոդելները, ինչպես նաև համեմատել գները ձեր խանութների զարդերի գների հետ։ Ու երբ ես հետադարձ հայացք եմ նետում այդ օրվա զարգացող դեպքերին, պատկերը հետևյալն է. ես մոտենում եմ անկախ ինձանից ցուցափեղկին, նկատում եմ այդ գեղեցիկ զարդերը, սկսում եմ ուսումնասիրել ու ակամայից ձեռքս բարձրացնում եմ ու նկարահանում եմ հեռախոսով սովորության համաձայն, ինչպես միշտ։ Այդ ընթացքում մի զույգ էր նայում ցուցափեղկի զարդերը, քննարկում էին մոդելները, նրանց հեռանալուց հետո այդ ցուցափեղկին մի տղամարդ մոտեցավ, ինքն էլ սկսեց ուշադիր նայել զարդերը եւ զարդերից բացի աչքի պոչով էլ երբեմն էլ ինձ, ու ինձ թվաց ընդամենը հետաքրքրասեր անցորդ է ուղղակի, ուշադրություն չդարձրեցի, ես շարունակեցի իմ ուղղությունը դեպի Զարա, դա ընդամենը մոտ մի 2-3 րոպե տևեց այդ ամեն ինչը, նրա մոտենալը ու իմ հեռանալը։ Մտնում եմ խանութ, Զարա, ուզում եմ նկարել, հեռախոսս չի նկարում, մտածում եմ, դե երևի լցվել է լիմիտը, գիգաբայթերը չեն բավարարում, մտածում եմ, դե կգնամ տուն, կմաքրեմ ավելորդ նկարներն ու վիդեոները ու հարցը կլուծվի։ Գալիս եմ տուն, սիրելիներ, եւ այդ process-ը ուզում եմ անել, ու ինչ նկատեմ, որ այդ ոսկերչական խանութի վիդեոները արդեն իսկ իմ հեռախոսի մեջից ջնջված են, ճիշտ է, ֆայլը կա, բայց վիդեոն ուղղակի ջնջված է, անհայտացած է այդ ֆայլի միջից։ Ու բացի դա, ես մյուս վիդեոները, իմ նկարած ֆոտոները չեմ կարողանում ջնջել հեռախոսիս մեջից, հեռախոսս կախել է ուղղակի։ Ինձ թվաց կախել է, բայց ոչ, որովհետև ուրիշ գործողություններ հնարավոր էր կատարել, բայց ինչը վերաբերվում էր ֆոտոներին կամ տեսանյութերին, ոչ։ Եվ ես ակամայից վերհիշելով այդ դրվագը, որ այդ մարդը մոտեցավ վիտրինայի մոտ ինձ, հիշեցի, որ հնարավոր է, որ գաղտնի գործակալ է եղել եւ կպել է հեռախոսիս, մտածելով, որ ես ինչ նպատակով եմ այս զարդերը նկարահանում կամ ում հետ եմ աշխատում, չգիտեմ, ամեն դեպքում փորձել է ստուգել, մտնելով հեռախոսիս մեջ, նաեւ վերացնելով այդ տեսանյութերը այդ թանկարժեք ոսկյա զարդերի, որոնք ես նկարահանել էի, բլոկ էր գցել մյուս ֆոտոներն ու տեսանյութերը, որպեսզի ես չհեռացնեմ եւ իրենք ուսումնասիրեն, թե ինչ զարդեր եմ ես նկարահանում։ Իմ ամբողջ տեսադարանը, իմ հեռախոսի ամբողջ Գալիլեյան լրիվ զարդերի ֆոտոներ են, թե իմ զարդերի, թե այն զարդերի, որոնք ես վաճառում եմ կամ ասենք տեղադրում եմ տեսանյութերի տեսքով։ Այդ իսկ պատճառով նրանց խիստ հետաքրքրել է այս ամենը։ Ու ես մտածում եմ, что за цирк, ամբողջ Ֆրանսիայում հենց ինձ պետք է կասկածեին։ Իհարկե ոչ, պարզապես հսկողությունն են, վերահսկողությունն են ուժեղացրել արտակարգ իրավիճակից հետո, բայց իսկապես ոնց որ փրփուրներից կախվեն, իրական գողերին թողած ինձ են կասկածել։ Հետաքրքիր էր ամեն դեպքում։ Մի ամբողջ օր ես չկարողացա իմ Գալիլեայում որևիցե գործողություն կատարել, իմ վիդեոները, ֆոտոները ջնջել, հեռացնել կամ առհասարակ նոր վիդեոներ նկարել, նոր ֆոտոներ անել, դա հնարավոր չէր։ Հաջորդ օրը ամեն բան ավարտվեց եւ ես որոշեցի ավելի զգույշ սրանից հետո գործել, կախված թանկարժեք զարդերի վիդեոների հետ, ավելորդ ուշադրություն առաջացնելու հետ իմ հետ կապված, որովհետև առանց այն էլ ես խուսափում եմ ավելորդ ուշադրություն վերցնել ինձ վրա, բայց քանի որ ես արտաքնապես տարբերվում եմ տեղացիներից, ուզած թե չուզած աչքի եմ ընկնում, ինչքան էլ համեստ եմ հագնվում։ Եվ այսպիսով անջատեցի հեռախոսս, միացրեցի եւ կարողացա այն նյութերը, այն ֆոտոները, որոնք արդեն ինձ պետք չէին, ես դրանք տեղադրել էի իմ տեսանյութերում կամ իմ բուտիկում, հեռացնել, որպեսզի ավելորդ գիգաբայթեր չգրավեն։ Առանց այն էլ երբեմն մոդիֆիկացիաներն եմ հեռացնում, Viber-ը, Telegram-ը, Messenger-ը տեսանյութերս, որպեսզի քաշի YouTube-ը, որովհետև
Եթե հեռախոսը ծանրաբեռնված է լինում, բարդույթներ, խոչընդոտներ են առաջանում։ Եվ ահա այսպես, սիրելիներ, սա էլ իմ պատմությունը, թե ինչպես ես հայտնվեցի Ֆրանսիայի ներքին գործերի աշխատակիցների ուշադրության կենտրոնում, անիմաստ կերպով, ենթադրյալ կասկածյալ թվալով։ Ահա այսպիսի բաներ, որ փորձեցի փոքրի շատ է ձեզ հետ կիսվել, ներկայացնելով բոլոր մանրամասնությունները, եթե ձեզ իհարկե հետաքրքիր է։ Եվ վերջում մի փոքրիկ հայտարարություն կամ ավելի ճիշտ մարտահրավեր եմ նետում, չելլենջ։ Ես կխնդրեի, որ ավելի ակտիվ լինեիք մեկնաբանություններում, քանի որ YouTube-ը այդպես է առաջ տանում ալիքը, եւ դուք էլ մասնակցեք իմ չելենջին, ակտիվ լինելով, գրանցեք նաև ձեր տան անդամներին իմ YouTube-յան ալիքին, տանը ինչքան հեռախոս ունեք, վերցրեք ու գրանցեք, անկախ տարիքից, սեռից, կապ չունի, կնայեն, թե ոչ, դա էական չէ, ուզում եմ մինչև տարեվերջ բաժանորդներիս թիվը հասցնել 1000-ի, որպեսզի YouTube-ը իմ ալիքը պրոֆեսիոնալ համարի, այլ ոչ թե սիրողական ճանաչի, եւ այսպես ես կհետևեմ, թե որքանով դուք կմասնակցեք այս չելենջին, թիկունք կանգնելով ինձ, բարձրացնելով իմ մոտիվացիան էլ ավելի հետաքրքիր տեսանյութեր ձեր համար պատրաստելու, եւ այսպես կսպասեմ ձեր մեկնաբանություններին եւ ձեր մարտահրավերին YouTube-ին։ Չելենջը սկսված է, նախապես ասեմ շնորհակալություն, կհանդիպենք շատ շուտով, ցտեսություն, մնացեք ինձ հետ, հետաքրքիր նարսչևում եմ։